Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ ենք եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Բարեկամներ, իմ ջերմ ողջույնները մեր երկրի բոլոր հեռուստադիտողներին, մեր սփյուռքի բարեկամներին։ Ուզում եմ, որ դուք միշտ լինեք առողջ ու երջանիկ։ Շնորհակալ եմ, որ միշտ մեզ հետ եք։ Եվ այսպես, բարեկամներ, այսօր իմ հյուրն է Դիլիջան ռեստորանի խոհարար Արտավազդ Գրիգորյանը եւ մենք միասին այսօր մի ուտեստ ենք պատրաստելու։ Ողջույն Արտավազդ։ Ինչպես ես։ Նորմալ։ Տրամադրությունը Հիանալի։ բարձր է։ Շատ լավ, շատ լավ։ Կարող եք արդեն ասել, հուշել, թե ինչ եք պատրաստելու մեր Այսօր պատրաստել են գետի ձուկ։ Գետի ձուկ։ Ահա։ Այսքան մանր գետի ձկներ։ Մեր գետի ձուկն է Դիլիջանի։ Դիլիջանի գետի մանրաձուկն է։ Ինչ եք անելու այս մանրաձկի հետ։ Ժայթ ենք անելու։ Տապակելու եք։ Այստեղ մի քանի տեսակ է, հա, կարծեմ։ Բեղլու եւ կողակ։ Բեղլու եւ կողակ, գետում աճող։ Իսկ ինչով եք տապակելու։ Տապակելու ենք ձեթով եւ համեմունքներով։ Ինչ համեմունք։ Նշենք։ Շաֆրան, սև պղպեղ, ալյուր եւ աղ։ Աղ, շաֆրան, շաֆրանի արմատիկ բոված, ներողություն, աղացված բարեկամներ։ Մենք պիտի հասկանանք շաֆրանի արմատիկ առանձին է, նրա այն բարսակները առանձին վաճառում են շատ ավելի թանկ գնով։ Սև աղացված պղպեղ եւ ալյուր։ Ինչպես ենք անելու, ինչով կարող եմ օգնել։ Հիմա մենք կավելացնենք մի քիչ ձեթ։ Ահա։ Շաֆրան կավելացնենք մի պտկունց։ Ահա, ավելացնենք ձեթ, շաֆրան, սև պղպեղ։ Սա որոշակի ավանդույթ կա հետ այսպես պատրաստելու։ Սա մեր ձորի բլյուդն է, մեր լեզվով ասած։ Ձորի բլյուդն է։ Դիլիջանը ձոր է փոքրիկ։ Այո, շատ։ Ավելացնենք խոշոր աղ։ Այո։ Ահա։ Եվ ալյուր։ Եվ ալյուր։ Ուրեմն նորից հիշեցնեմ, ձեթ ավելացրեց Արտավազդը, շաֆրանի արմատիկ փոշի սև պղպեղ, ալյուր եւ ձեթ եւ աղ։ Եվ խառնում ենք, տապակը պիտի տաքացնենք։ Չէ, սառը վիճակում է։ Յո։ Եվ փաստորեն մենք ինչպես են ասում, մենք տասնյակին ենք այսօր դիպչել, այսինքն ձորի ամենաճանաչված ուտեստն ենք այսօր պատրաստելու։ Ամենաճանաչված, չէ՞։ Այո։ Ձորում ամենալավ ճանաչված խոհարարի հետ։ Մենք սա կդասավորենք հավերժական։ Իրենց հավերժությունը դեպի ճանապարհ դեպի հավերժություն։ Դեպի հավերժություն։ Մեր Արտավազդից ավելի լավն է, էլի։ Իսկական Արտավազդ է։ Ավարտեցինք մենք դասավորելը։ Մենք կավելացնենք ձեթ եւ դնենք կրակին։ Ավելացնում ենք ձեթ ու դնում կրակին։ Այդքան շատ է, պես։ Ինքը պետք է ձեթով ծածկված լինի։ Բարեկամներ, իրոք որ այսօր, ինչպես ասում են, պրեմիերա է։ Իսկ ես ուզում եմ հասկանամ, տապակն հատուկ ընտրված է այնպիսի տապակ, որ Ինքը պետք է կլոր լինի։ Հա, պիտի կլոր լինի եւ լավ մատուցվելը կլոր վիճակում, այո, չի կպնա։ Չի կպնա։ Շատ լավ, իսկ քանի րոպե է պահանջվելու մեզանից։ 10-15 րոպե։ Շատ հետաքրքիր ուտեստ է ստացվելու։ Ես արդեն համարյա թե պատկերացրի։ Եվ ձորում այս ուտեստը միշտ կա։ Գնահատված ուտեստ է ձորում։ Հենց այդպես էլ կոչվում է ձուկը հավերժության ձևով, թե ձուկը հավերժության ձևով։ Դե ձուկը մեզ հետ միջև հավերժություն գալու է, ես գիտեմ։ Ձուկը վատ բնավորություն ունի։ Մեզանից փող չի գալու։ Առաջին հայացքից այնքան ժամանակ որ տակը կարմրի, հետո շրջել են։ Հետո ընդհանուր այդպես փոխվելու է։ Շրջել են, ընդհանուր փոխել են շրջել։ Սկսեց
տապակվել է բարեկամներ, ես կարծում եմ ուղղակի հարկ չկա, որ մենք ամբողջ այդ ամեն ինչը նկարենք, կարմրելու է տակը, հետո շրջելու ենք, նորից էլի կարմրելու է։ Բնոր վիճակում շրջելու ենք։ Կհանդիպենք մի քանի րոպե հետո ավելի արդեն որոշակի արդյունքով։ Ես տեսնում եմ, որ արդեն ինչ-որ բան է ձևավորվում։ Այս պղպջակներն էսա պետք է անցնի նոր։ Պղպջակներն անցնի, արդեն շրջելու ժամանակ պատրաստ փոխել։ Ось ինչքան բան իմացանք այսօր։ Ինքը փոխվեց արդեն։ Ահա, փոխվեց։ Նույնիսկ բարձրացավ, ոնց որ մի քիչ։ Մի քիչ։ Շատ հետաքրքիր ուտեստ է։ Ես սա համարում եմ իրոք մի մեծ հաջողություն մեր ազգային խոհանոցի համար։ Եվ փաստորեն, քանի որ ինքը այդպես շատ մանրաձուկ է, շերի բանի մասին կարող ենք ուղղակի մոռանալ։ Շերը կորչում է։ Ժայթ է։ Ձուկը եռալու ընթացքում տեղից փոխվում է։ Ու արդեն պետք է շրջենք ձուկը։ Շրջեցինք 2-3 րոպեից պատրաստ արնելու։ Բարեկամներ, սա իրոք գտածո էր։ Սա գտածո էր, արտավա զարմասրիր, եթե Շատ համեղ ձուկ է պատրաստում։ շատ համեղ, այստեղ համադրված է և համը, և ձեղը, և պատրաստման, և վստահ եմ, և մատուցման նաև։ Հիանալի է։ Ձուկը պատրաստում է նաև ձվածեղով։ Այս նույն Նույն եղանակ։ ձուկը պատրաստում է ձվածեղով։ Ահա։ Բայց կարծում եմ ձվածեղով բոլորը կարող են, այս տարբերակը մի քիչ ավելի ունի էքսկլյուզիվ Նույն այսպես։ ձևով պատրաստվում է, որ են ձուա ջարդում։ Հա։ Դու միշտ հպում ես տակը, որ կարմրի։ Կարմրի, այո։ Բարեկամներ, մինչ կպատրաստվի, վերջ, Այո։ Ձուկը պատրաստ է, կարող են մատուցել։ Կարող են մատուցել։ բարեկամներ, մի հիասքանչ ուտեստ ստացվեց։ Ես ուղղակի լուրջ եմ ասում, չասեմ ցնցված եմ, բայց շատ լավ զարմացած եմ, շատ լավ։ Արտավազան, դու ունես առաջարկ, ունես ցանկություններ ռեստորատորների, խնդրեմ, ինչ կցանկանաս։ Ցանկանան բոլորն իրանց տանը պատրաստեն եւ համտեսեն այս ձուկը, այո։ Եվ փորձեն։ Ուղղակի պիտի բոլորը ունենան իրենց տան մոտ լավ, մաքուր, էկոլոգիապես մաքուր գետ հոսող, բնականաբար։ Շատ լավ, հարգելի հեռուստատողներ, ուզում եմ ձեր անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արտավազդին եւ ուղղակի այս հիանալի ուտեստը վերհանելու, լուսաբանելու եւ տարածելու համար։ Մենք այսօր իրոք որ մի նոր ուտեստի եւ լավ ուտեստի սկիզբ դրեցինք։ Շնորհակալություն Արտավազդ, ապրես դու։ Հարգելի հեռուստատողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը եւ կարծում եմ դուք նույնպես հասկացաք, որ այսօրը մենք իզուր չէ որ հանդիպեցինք։ Ուզում եմ որ միշտ հանդիպենք եւ ամեն հանդիպում ունենա արդյունք, իսկ այդ արդյունքը լինի այն, որ մենք վերհիշենք մեր այն ցավոք սրտի մոռացված որակները, որ կոչվում է համառություն, ազնվություն, միաբանություն, վրայից կավելացնենք շատ ու շատ բարություն եւ կունենանք հայացի կերպար։ Եղեք առողջ եւ երջանիկ։
Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր եւ մեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Դիլիջան ռեստորանի տնօրինությանը նկարահանումներին աջակցելու համար։ Ստեսյուն բարեկամներ։ Հավերժության խորհրդանիշ։ Գետի ձուկ 200 գրամ, ձու 2 հատ, ձեթ 100 գրամ, ալյուր, շաֆրան, աղ, պղպեղ։ Բարեխորշակ։